հաղորդման գլխավոր գործընկեր Վանարդի ընկերություն։ Ճիշտ ասողի գլուխը ցակա ինձ թվում է այդպես է կա։ Կանայք դրել մեզ շատ դեպքերում դրած քշում են։ Շատ պրովոկացիվ Բավական։ Ճիշտն ասած փոքր ժամանակ են ասում որ ճիշտը մի հատ է։ Մտածում շատ կարող ես եմ սխալ։ Կնոջը ոչ մի դեպքում չի կարելի դիմել որպես էկ միանշանակ։ Եթե ուղեղը մյուտ անես, ինչ կլինի։ Ախպեր ջան, էսա, հիմա դուք որոշեք ճիշտը որն է։ Չեմ հասկանում, այն անցյալ հաղորդման ընթացքում այդ հատված կար, սպասում էի, որ այդ հատվածը պետք է, ինչի մոնտաժել էիք, ինչու ան։ Ճիշտ չէ, դա դնելով։ Չէ, նշանակում, իսկ ով էր որոշում, ճիշտ է, թե ճիշտ չի։ Ճիշտ կա, մեր գործում կա էթիկայի։ Չէ, ինչն էր ճիշտ չէ, ճիշտ չէր խոսքը, ճիշտ չէր հանելը, հանելը, հերարցակելը։ Դրա համար հանեց։ Տիգրան ջան, բայց կներես, ժյուրի կա, որ որոշի ճշտի եւ կամ ոչ սահմաններն ու բանը։ Չէ, բնականաբար ժյուրի չկա, բայց դու գիտես որ ճիշտը մեկն է։ Ես ով է ասում որ ճիշտը մեկն է։ Ճիշտը ամեն մեկն իր ճիշտն ունի։ Ժողովուրդն է ասում։ Ամեն մեկն իր ճիշտն ունի։ Հա որ։ Դենց են ասում, այդպես են ասում, չգիտեմ։ Հասկանանք այսօրվա մեր հյուրերի հետ արդյոք ճիշտը մեկն է թե ոչ եւ այդ Ճիշտն ասողի գլուխը ծակ է թե ոչ։ Այսօր առաջինը մեզ է միացել սիրված դերասան Արմեն Թաթևոսյանը, բարեկալուս Լուսի Վարիր տաղավար։ Ողջույն Արմեն ջան։ Բարեկալուս Մարինա ջան, Տիգրան ջան, շնորհակալ եմ հրավերքի համար, ինձ նույնպես շատ հաճել է տեսնել ձեզ եւ հրաշալի տաղավար, հրաշալի հաղորդում։ Մենք ենք շատ ուրախ։ Հումորը միշտ ձեզ հետ է։ Ինչքով ձեզ ճանաչում է դեռ հուսով նաև դպրոցական տարիներից, որտեղ են սահմանը, որտեղ կարծես հումորն ավարտվում է եւ սկսվում է ճիշտ խոսքը, երեսին գուցե շատերի համար անցանկալի ինչ-որ բան, բայց դուք գերադասում եք ասել երեսին։ Դե ես կարծում եմ, որ պետք է առասարակ կարելի է երեսին ասել հումորով, նույնպես, այսինքն Պարտադիր է դա։ Պարտադիր չէ, ասել պարզապես եւ դա որպեսզի չվիրավորվի։ Որպեսզի չվիրավորվի։ Բայց ասել։ Այո, ասել, բայց առասարակ ինձ թվում է կչոր գծեր կան կարմիր, որ առասարակ հումորը պետք է այնպես անել, որ դիմացինին չվիրավորել։ Որովհետև ինձ համար դա օրինակ սկզբունքային է, չի կարելի ամեն ինչ հումոր անել, կան ինչ-որ սկզբունքներ, հա, որը չի կարելի դրա մասին հումորներ անել կամ եթե անգամ անում, ինչ գիծ կա։ Երբեմն նկատում եմ, որ այդ գիծը անցնում են։ Հաջողվում է այդ պահել գծերը։ Ես փորձում եմ պահել ամենայն դեպս։ Ճիշտ ասողի գլուխը ծակ է, պետք է ասել ճշմարտություն, որովհետև շատերը ասում են ճիշտ ասում ես, այ վախում են ճիշտ ասողից։ Մի իմաստն էլ համարում է, որ ճիշտ ասողը դուժում է։ Պետք չէ ամեն ինչ, պետք ասել թե վետել խաղալ, ցույց տալ որ բան, այդպես չի ասում։ Հիմա ո՞րն է ճիշտ, ասել թե չասել։ Այս կականը շատ դժվար հարց է ստալի, բայց ես գտնում եմ, որ այնուամենայնիվ չգիտեմ, ճիշտ ասողի գլուխը ցակա ինձ թվում է այդպես է կա։ Ես կարծում եմ, հա, որ ճիշտ ասելը, նայած ինչի համար է ճիշտ ասում։ Եվ ում ես ասում։ Եվ ում ես ասում։ Հիմա ինչ որ մի հավաքվում ես մի միջավայրում, որտեղ քեզ անծանոթ մարդ կին, անպայման չէ ճիշտ ինչ որ մարդկանց ասել։ Եվ առասարակ, եթե քեզ մտերիմ մարդ է ու դու առավել եւս ինքը կարող է ինչ որ դրանից վտանգ ասպան, պետք է այդ մարդուն ասել ճիշտը։ Բայց այդտեղ կա մի խնդրեմ, որ վերջում ինչ տեսուս, դե ավելավա ձենս կտրի սուս մնայ, հա, մեկը անգնում ես խնդիրների, դա էլ կա։ Հա։ Նայած ես կարծում եմ ինչ կոնկրետ իրավիճակը։ Ինչ իրավիճակում է, բայց դրա հետ մեկտեղ գտնում եմ, որ այնուամենայնիվ երեքը քննարկենք։ Որ երեք։ Սկսենք երկրորդից։ Չէ, երկրորդից ես կառաջարկի, ճիշտ ասես, որ նախազգուշացնես։ Ցավոտ բան ասեմ, ընկերոջը կնոջը տեսել ես ինչ որ մի շրջապատում երիտասարդի։ Շատ բառ։ Տխուր բան եմ ասում։ Հա, եւ ինչ անես, ասես դրա մասին ընկերոջը, թե չխառնվես ուրիշի անձնական կյանքին։ Դե ինչ անել։ Հա, իրոք շատ բարդ է, որովհետև դա քո ընկերն է, դու պարտավոր ես իրոք իրան օգնես, բայց նաև ունի ինքը անձնական կյանք, որը որոշակի առումով անգամ քո ընկերոջ անձնական կյանքի մեջ որոշակի հարցեր կան, չպետք է խառնվել։ Եթե որպես ընտանիք դա իրանց խնդիրն է, ես կարծում եմ, որ շատ պրովոկացիվ շատ առանց պրովոկացիայի բայց ես գտնում եմ, որ այնուամենայնիվ ես երևի թե ես չի խառնվի։ Ճիշտ է։ Չի խառնվի։
Չէ խառնվի, որովհետև դա շատ Մասնավոր կյանք է, էլի։ նուրբ հարցանցական հարց է։ Բայց ընկերդ է Ես հասկանում եմ։ հանդվում է ընտանիքը։ Ես հասկանում եմ։ Դե տվյալ պարագայում գուցե օրինակ կարելի է չէ որ ընկերներ են, այսինքն ընկեր, բայց դու տիկնոջն ես չէ ճանաչում ընկերներն։ Գուցե կարելի է այդ պարագայում իհարկե խոսել կնոջ հետ։ Որպես ընկեր։ Չհեռանալով ընկերներից ընկերդ գնել է մի այնպիսի բան, որը նախ իրեն սազական չէ եւ ինքը շատ գոհ է այդ գնումից, բայց ուզում ես էլի, ուզում ես ասել, որ չէ, սա լավ բան չէ, կամ չգիտեմ, քեզ չի սազում։ Կամ մի ներդրում արե միտեղ, որ գիտես, հա, ինքը կվիրավորվի, որտեվ իր համար դա մեծ իրադարձություն։ ու կարող է մտածել, որ նախանձում ես բարձր։ Ինչ կանես։ Չէ, ես դա կասեմ, որովհետև նախ եկեք գնանք խոսենք նրանից, որ ճաշակին ընկեր չկա հասկացողություն կա, այսինքն եթե դնում իր դուրը գալիս է տիրը, ին դուրը չի գալի, իր գորը։ Կրում է մի բան, որ չի սազում, բոլորն են տեսնում։ Բայց ինքը զգում է, որ այն լավ է զգում, այսինքն դա իր գործն է։ Ուրիշ հա, բայց ես իրան կասեմ, գիտես, քեզ չի սազում, ին դուրը չի գալի, ես որպես ընկեր։ Բայց կասես։ Հա, կասեմ։ Դա այդ մի քիչ այդ կարմիր գիծը չի էլի, որոշակի դուրս չի գալ, այդ հակածը սիրուն չի, մի փոխի։ Կասեմ, դուրս գալիս է, դե հակի, քո գործն է։ Իմ դուրը չի Բայց գալ։ միևնույն ասել պետք է։ Ասում չի պետք է պարտադիր է, ես կասեի, ես։ Սուն չեք ասի, ում երեսին երբեք չեք ասի։ Միգուցե ծնողին պետք չէ ոչինչ ասել։ Սխալ ճիշտ ինչ Չէ, տեսա։ հենց դա ծնողը պետքա, այնց դա ծնողը կհասկանա անգամ եթե դու սխալ լինես, ծնողին պետք է ասել, որովհետև եթե ինչ որ հարց է ծնողին ասել ու ալինես։ Չէ, դու ծնողի սխալը, ծնողի բաց թողումա, ծնողին ծնողին ասել ման պապ օրինակ դու այսպես չի։ Այդ ուզում եմ այդ սուբորդինացիան հասկանալ։ Ում հանդեպ արժի ճշտի սուբոր կամ ղեկավարին։ Հա, կամ ղեկավարին։ Ինչ գործ ունեմ։ Չէ, ես կարծում եմ կարծիք հայտնել անհամենայնիվ պետք նորմալ է եւ եթե անգամ դու ծնողիդ ասում ես մամ կամ պապ գիտես ես կարծում եմ որ դա այդքան ճիշտ չէր ես դիմացինը ոչ adekvat լինի որ վատ ընդունի Կարծում եմ ուրիշ է բայց համարելով որ սա է ճիշտը դե դու քո տեսանկյունն ես ասում ինչ կա դրա մեջ նորմալ է քո Ճիշտը մեկը չի հա դու քո տեսանկյունն ես ասում դրան վատ բան չկա ուրիշ հարց ինքը դիմացինը կընդունի թե չի ընդունի դա իր գործն է բայց դու քո տեսանկյունն ասում դրանում վատ բան ես չեմ տեսնում Այսինքն ամեն մենք մարդենք ինդիվիդուում ենք ով ունենք մեր տեսանկյունը։ Հիմա դու քո տեսանկյունն ես, Տիգրանը քո իմ տեսանկյունը, ես իմ տեսանկյունը ունենք, չէ՞։ Բայց կհայտնվի մեկը, ասի ինչի ասեցիր, նեղացավ այդ մարդը, չասեիր, պահի քո մեջ։ Հիմա դա էլ այդ մարդու կարծիքն է։ Ես գտնում եմ որ պետք է ասել, այդ մարդը գտնում է որ պետք չի ասել նեղացավ։ Նախ երբ մարդու գործը չի, դա իմ քո գործն է, եթե ես ասել եմ նեղացավ ոչ թե իրա, մեր արդեն հարցն է։ Բայց այնուամենայնիվ գտնում եմ որ մարդը պետք է խոսի Պետք է արտահայտվի։ Պետք է արտահայտվի տեղին արտահայտվի։ Ոչ թե Իսկ եթե ղեկավարը սխալ մի հատ կա ամբաղ-զամբաղ կա հասկացու, ամբաղ-զամբաղ պետք չի խոսալ, այո։ Եթե ղեկավարը սխալ է, աշխատողը պետք է լրի, որտեղ ղեկավարն է դա ասում։ Եթե լավ ղեկավար է, ինքը ընդհակառակը կուզի որ աշխատողը իր ասի սխալ։ Որ մեկը մի քիչ բարձրաձայնես ասես լավ ղեկավարը, ասեցի։ Լավն է, բայց ունի ամբիցիաները, դու լինես որ գաս ինձ լավ, մի րոպե։ Մենք ղեկավար հավաքում է, չէ՞, մտնում, ժողովը հավաքում է աշխատող։ Ինչի համար է այդ ժողովը։ Ինքը հաստատվելու Բան է ինքը որ ինքը հաստատվի։ Ասոր ես Չէ, դա ընդհանրակարգ է, որը պետք է լինի պարտադիր։ Բայց ինչի այդ ժողովը, որպեսզի կարծիքներ լսեն։ Հա։ Այսինքն աշխատող Եվ վերջի վերջո ընդունվեն ինչ որ պետք է կանոնեն դուք այս բանը որ անում եք, ես կարծում եմ որ դա այդքան ճիշտ չի, որովհետև ասենց, այսինքն եւ պատճառաբանում է դրանում։ Բայց չէ որ հետո քեզ կմեղադրեմ։ Այդ խոսելու համար։ Այդ կասան տեսի նույն ղեկավարը այդ ամենը կպտտի։ Դե եթե ղեկավարը Տիգրան ջան գանք այդ ասացին որ եթե ինքը ունի խնդիր ինքնահաստատվելու, այո ինքը այդպես կվերաբերվի։ Բայց եթե ինքը արդեն կայացած մարդ է եւ կայացած ղեկավարը տնօրեն է, ինքը կլսի եւ իհարկե հաշվի կառնի մարդը։ Բոլորի մոտ իր թերությունը։ Դա թերություն չի։ Դե հիմա դժվար է երբ որ մարդուն ասում են դու ինչ որտեղ ոչ այնքան ցելը չէ։ Մի րոպե, եկեք այսպես ասած։ Եթե դու տնօրենին օրինակ կանում ժողովի ասում ես, գիտեք ինչ, ես կարծում եմ որ դուք առավոտ որ գալիս եք ժամը 8-ին, չպետք է սուրճ խմեք։ Մեկ տարբեր։ Հետևից պետքա 10 հատ արգումենտ բերես, որ ես ձեր առողջության մասին եմ մտածում։ Չէ, մեկ տարբեր։ Եվ երկրորդը։ Պարոն տնօրեն, ես կարծում եմ, որ այս որոշումը, որ դուք ասեցիք, ճիշտ չի, որովհետև այդ որոշման հիման վրա մեր ընկերությունը կարող է կրի օրինակ որոշակի առումով կորուստներ։
Հիմա այդ երկուսի տարբերությունը կա թե չէ։ Ասելու ձևի մեջ է ուրեմն, հա։ Ասելու ձևի ինչի մասին ես ասում։ Հա, ինչի մասին։ Եթե դու ժողովի մասին խոսում ես գործի մասին, այսինքն բոլորի մոտ դե ասես, որտեղ նրանց տնօրենը չի ընդունում։ Արմեն ինչ որ բան մեզ այդ ընկալումներում խանգարում է, այ ինչ ես հիմա ուշադիր լսում եի քո օրինակը, այո, տնօրենը կվիրավորվի, կասում ես այդքանը չեմ հասկանում, ես չէ որ տնօրեն եմ ի վերջո։ Ինչ որ բան մեզ խանգարում է, որպեսզի մենք ընկալենք դիմացինի այդ անկեղծ եւ ճիշտ խոսքը։ Եվ ոնց հասկանանք դա անկեղծ ճիշտ է։ Ես համամիտ եմ վիրավորանք է թաքնված։ Ես համամիտ եմ, որ խանգարում է, բայց երևի դա գալիս է կոնկրետ տվյալ անձնավորությունից, ինչու, որովհետեւ գիտեք, երբ որ ինքը արդեն տնօրեն է, որոշակի առումով ինքը իշխում է հիմնարկություն ունի, աշխատողներ ունի, ոնց է ինքը ընկալում։ Այսինքն եթե ինքը ինչ կյանք անցել, հա, կներեք, այսինքն ինչ կյանք է ինքը անցել, ոնց է մեծացել։ Իչիլա բակ, չիչել բակ, տրավմաներ ունի թե ոչ մատական։ Ինչ ունի, ինչ ունի, հա, հոգեկան ունի տրավմաներ չունի, եթե այդ ամեն ինչը համախմբենք եւ ինքը դարձել է տնօրեն։ Այդ ամեն ինչը եթե կա, ինքը շատ վատ կընդունի։ Բայց եթե ինքը տեսած մարդ է, չէ, չկա գրեթե։ Կնոջը եւ ամուսնուն, ճիշտ է ասել, արդյոք արժի։ Մենք ունեցել ենք հյուր, ու ասել է ամուսինս դավաճանում գալիս ինձ պատմում էր, ճիշտ է։ Բայց ես ասում եմ միաս։ Խոսքը կին էր, հայտնի դրամատուրգ։ Հա, հիմա միտեղ մարդը ճշմարտությունն էր ասում կնոջը։ Ենթարկելով միգուցե ինչի տրավմաների։ Շատ դեպի։ Հետաքրքիր, բայց մյուս կողմից կամ կինը ասում է դու արի ինձ ասա, ես կհասկանամ, դու ինձ ճիշտն ասա։ Այսինքն նորմալ է կինը ընդունում, որ ամուսինը դավաճանում է։ Ասում է արա, բայց ես չիմանամ։ Ամուսինը հակառակ ասում է, որ ինձանից իմացի։ Ուզում էր այո, ես ինձանից ազնիվ լինեի քեզ հետ։ Բայց ինչի իմանա այդ դեպքում ինձանից իմանաս, անենց։ Որ ուրիշը չիմանա, սկանդալ ոչ մեկից։ Այդ թող չիմանա։ Այ դրա մասին խոսանք։ Ճիշտը պետք է ասել, չասել, կնոջը, ինչքան որն է այդ սահմանը, կնոջ ասելու։ Ես հիմա մի քիչ այսպես ռոմանտիկ բաներ չասեմ, հա, որ ամուսինը չպետք է դավաճանեն, կյանքը դրանում չասեմ, բայց կացում պետք չասել։ Պետք չի ասել։ Ես կացում պետք չասել, որովհետև ես կարծում եմ դա, չգիտեմ, որոշակի առումով հարաբերությունների խոչընդոտ է կարծում եմ, որովհետև եթե դու ինչքանով է ճիշտ, որ դու գալիս ես, գիտես, ես ուրիշի հետ քեզ դավաճանում եմ, ու այն էլ ասում է, հա, լավ ես անում, արա, մենակ ես չիմանամ, դե արի մենք ճաշուտենք իրար հետ։ Չէ, նա ասում է շնորհակալ եմ, որ դու եկար, անկեղծ խոստով անեցիր դրա մասին եւ ամրապնդվում է մեր այ հետո ասում է հետո ես չասեմ ուրիշից է իմանալու էլ ավելի վատ։ Իսկ իրանք դա նորմալ, այսինքն խոսեցինք, զրուցեցինք, հասկացանք իրար եւ էլ չի անի։ Հա, էլ չի անի։ Հա, էլ չի, չէ, տեսեք, եթե էլ չի անի, ուրեմն ինքը վատ ազգաց է կամ խնդիր է ունեցել, ծիրուն ասել է գնալ չտնամ։ Եկե խոստով անել է։ Այդ ուրիշ է, բայց էլ չի անի, այդ ուրիշ է։ Այսինքն ինքը եկել է խոստով մեղայականով, հա, եկել։ Այդպես լինում է տղամարդկանց մոտ։ Հիմա ինձ ես հարցնում։ Հա։ Ոչ։ Չէ, Արմեն, դե տարբերակը այսինքն անի թակուն չասի, բայց գիտակցելով որ վատ բան է, բայց անի։ Մի հատ էլ չասի։ Դե հիմա նա, եթե Տիգրան ջան, եթե ինքա դա անում է, այսինքն ինչ որ խնդիր չէ։ Այսինքն չգիտեմ ինչ խնդիր։ Ընտանեկան խնդիր ունի։ Անում է, եթե որոշակի առումով որպես բայոական տեսանկյունից ինքը վատ է։ Բայց մարդկային տեսանկյունից եթե ինքը գտնում է արդարացնում է, որ դա վատ չի, որովհետև։ Բայց անել հետո գալ ասել, այսինքն ինչ։ Նատ մեկը կար նա երիտասարդ ժամանակին իմաստն էր ասում այդտենց։ Իմաստը։ Չկա դրա անհրաժեշտությունը եւ հիմա որտեղ եկանք հասանք դիվան բաշում, այսօր։ Մեր օրերում կարծես թե սոցցանցերը հնարավորություն են տալիս, որ մենք բարձրաձայնենք մեր քաղաքական հայացքները, սոցիումում կատարվելիք, այ ես օրինակ ձեր էջում էլ հաճախ տեսնում եմ տաքսիստը, այսպես արեց ավտոբուսում, այսպես վարվեց, արեց, չարեց եւ այլն։ Հիմա այս ինչ որ ասվում է, սա ճիշտ է, արժի սրա մասին խոսել։ Շատ անգամ ասում են գործ ունես, մի ասա կբռնեն, այն մեկը ասում է գործ ունես, մի ասա դանակը կհանի կմցնի փորը հետ։ Բայց ասում եմ, ես իմ ճիշտն եմ ասում, հիմա այսօր համատարած կա, չէ՞, սպանություններ են լինում հազար մի բան։ Հիմա ազդանշան տվեք, ասեմ մի խոսքեր, հանգիստ։ Հիմա ինչ անել, ճիշտն ասել, թե գործ ունես, այ մարդը այդպես քո կաղապարի մեջ
Ձևանաս, բան անես, ապրես, այտենց միջև չի։ Մի քիչ առասարակ սոցցանցերը ինքը սխալ անցալվում էլի ամեն ինչ, որովհետև տվյալ հասկանում եք ինքը ես ոնց եմ տեսնում։ Այնպես չի որ ես էլ եմ հա ակտիվ սոցցանցերում։ Շատ բաներ եմ տեսնում։ Շատ բաներ դուրս գալիս է։ Շատ բաներ դուրս չի գալի, բայց պետք չի անպայման անդրադառնալ այդ ամենին։ Այ կարծիք գրել թե չէ, մեկնաբանություն գրել։ Ես կարծում չէ։ Ում է պետք դա։ Ումն է պետք։ Բաց երկրորդը, ես օրինակ post ես գրում, ինքը հումոր է։ Իմ մոտ հիմնական հումոր է։ Հումոր են, հա։ Եվ 978 հոգի ծիծաղ դնում են, 1 հոգի ջղային սմայլիկը լինի կողմ, վիրավորանքներ ա գրում։ Այսինքն, ընկեր, ով ես դու։ Այսինքն ինչ ես քեզանից ներկայացնում կամ այսինքն դու կարծիք ես ինքը սպասում է նրան որ ես պետքա պատասխանեմ դրանից ինքը լավ զգա բայց ես չունեմ այդպիսի բան մի անգամից բլոկել հաջողություն ճիշտը դա է որովհետև դա կարծիք չի իմ հումորը կարա մեկին դուր գա կարա չգա դա նորմալ եմ համարում այսինքն երբ որ մարդը գիտեք ծիծաղալու չէր նորմալ է շատ լավ Դա ծիծաղալու չէ մի ծիծաղը բայց գրի մի կարթա հա նա չի որ դուր գալիս է հիմա մարդը ինչ որ բան արի այնեն չի որ այն ինչ որ գրում են կամ ինչ որ նկարում են ին դուրը գալիս է բայց ես չեմ անում մարդը աշխատանք է տարել ինքն էլ իր ճիշտն է առաջ տանում ասում է ես ճիշտ եմ դա հիմարություն է դրա համար եմ ասում թող գրի ին դուրը չի գալի նորմալ է բայց չվիրավորի դիմացինին որովհետև դա վիրավորանքով չի կարելի գրել վիրավորանքով, որովհետև ես կարող եմ բլոկել մեկը, բայց մյուսը այո, մյուսը կարող է իրոք խնդիրներ առաջանա, չի կարելի այդպիսի անել բաներ։ Այսինքն ստացվում է մեկնաբանող մարդը, դա ինքնահաստատման մի ճանապարհ է, փորձում է վիրավորել, միանշանակ, ճիշտ ու սխալը։ Եթե ինքը փորձում է վիրավորանքով իր կարծիքը հայտնել, այո, ինքը ունի խնդիր, հաստատվելու խնդիր ունի։ Ինքը կոմպլեքսով ունի խնդիր կոմպլեքսի։ Եթե ուզում է վիրավորանքով։ Իսկ եթե գրագետ կամ նորմալ ես միանշանակ ընդունում եմ առողջ քննադատություն, ու դա պետք է, բայց վիրավորանքը միանշանակ հաստատվելու խնդիր ունի այդ մարդը։ Մարդը պետք է իր ճշտից հետո, այսպես ճշտից չակերտավոր եւ կամ ոչ, այսինքն ոչ միանշանակ ճշտից, իմ համար ճիշտ է, մյուսի համար չէ։ Դրանից հետո պետք է արդարանա, բացատրի ինչու ասեց, թե ասեց եւ քաշվեց նիկով։ Չէ, դե ինքը եթե ճիշտը ասեց, այսինքն ինքը ներկայացրեց իր ճիշտը, եթե դիմացինը գտնում է դա ճիշտ չի, իմ համար առողջ մարդը, նո ոչ թե առողջ լավ, մի քիչ այդպես կարող է կոպիտ հնչեց, այս adekvat մարդը կլսի, բայց կարող է ես ճիշտ չեմ։ Օրինակ ես ինչ որ մի բան ասենց մտածում, ինչ ճիշտն եմ տանում, հետո լսում եմ ասենց բաներ, ասում մտածում ժոտ կարող է ես եմ սխալ։ Կարող սուտկի ես ճիշտ։ Բայց ոչ բոլորը ունեն նման անալիտիկ մոտեցում։ Հա, բայց համենայն դեպս, այսինքն քո ճիշտը տար առաջ ունեցի քո ճիշտը, բայց էլ եմ ասում, մի բան ասել կարող է։ ինքնավերություն։ Արմեն, արդյոք միշտ է ճիշտը մեկը։ Այ ասում են ճիշտը մեկն է։ Շատ իրոք հիմա դժվարանում եմ պատասխանել այդ հարցին, որովհետև հա ճիշտը մեկն է, Հա, սա աթոռ է, բայց հիմա տեսեք ինքը օրինակ, հա, ճիշտ է, սա աթոռ է։ Ու աթոռ է, չկա երկրորդ։ Հիմա մեկը ներողություն ոտքերը կդնի սեղանին, այսպես կպարկի, կաս ես իմ համար սա մաճակ է։ Դրանից դարձավ մահճակա, աթոռը, որի վրա դու քնած ես։ Դե ամենայն դեպս ինքը իր ճիշտն է դա։ Դրա համար համ ճիշտը մեկը, որովհետև կա ճշմարտություններ, որոնք չեն կարող, հա, սևը, սպիտակը, կարմիրը, կապոտը, չգիտեմ, ճնայտ դալտոնիկների համար է դա տարբեր գույներ, էլի ճիշտ չկա, որ ասեցի ու էլի հակասեցի։ Մեկի համար ծնողը սրբություն են, մյուսի համար ոչ։ Դա համար երևի հա ճիշտը մեկը կարող ես ճիշտը ներկայացնել քո ձևով եւ անցնել դա որպես ճիշտ։ Հա, ֆոտոս։ Այսինքն հմտության մասին, հմտության նաեւ դու ոնց կարող ես ներկայացնել։ Օրինակ ներողություն, օրինակ ես մի շատ լավ ծանոթություն եմ, ուզում ես ես խնձորը, հա խնձոր, օրինակ դու չես սիրում, չէ, խնձոր չես սիրում։ Ասում ես ես խնձորը դնեմ այսենց ամեն օր։ Դու 24 ժամից 16 ժամ այդ խնձորը քեզ ցույց տամ։ Դու այդ խնձորը կգնաս կսիրես, կառնես, կուտես։ Բայց դրա հետ մեկտեղ կա մի հայտնի ասացված, որ ոչ մի գովազ չի կարող քեզ ստիպել գնել այն ինչ դու չես ուզում։ Դե 24-րդ թե 25-րդ կադրը ստիպում է, չէ՞։ Այո։ Ընկերներից խոսում ենք ինչ առաջ եւ հանդիպումներից ունես մարդ, ում կարող ես օրվա ցանկացած ժամի վերցնել հեռախոսը զանգ արել։ Այո, իմ ընկերներ, այո, ունեմ իմ ընկերներ։ Անկամ հիմար հարցով դիմել։ Այո, ես կարող եմ անգամ օրինակ
հենց դե սովորեմ միշտ առավոտյան շուտ արթնանալ, դուրս գալ, հա, ժամը 7:31 դուրս է եկել առավոտ, զանգեցես, քնածես, քնած չկա, բայց կոֆետի գալիս եմ։ Այո, ունեմ այդպես ընկեր եւ ընկերներ եւ ում կարող եմ վստահել, ում կարող եմ հանգիստ առանց ոչ մի խնդիր, այսինքն չմտածել, վայ, բայց որ զանգեմ քիչ դժվար կլինի։ Դա մնացել է։ Որոշիր հիմա ում է զանգում, բայց հարցը մեկ ենք ուղղում։ Ում եք զանգում։ Զանգում ենք Արամին մանկության ընկերն է եւ հիմա հա Մասնագիտությամբ ով է Արամը։ Հիմա Անա ձեռներս կարելի է այդպես ասել։ Օ, Տեսնենք Արամը հումորի զգացում ունի թե ոչ, եւ նեղանում է թե ոչ։ Աջանի։ Արամ ջան, ո՞նց ես, լավ ես։ Լավ, դու ո՞նց ես։ Լավ, ինչ ես անում։ Արբետ բան ես, դու ասա։ Լավ, լսի, մի հատ ուզում եմ քեզ բան հարցնեմ։ Ահա, լսում եմ։ Եթե ուղեղը մյուտ անես, ինչ կլինի։ Մյուտ դե անգլերեն մյուտ էլ են որ։ Եթե ուղեղը մյուտ անես, ինչ կլինի։ Անգլերեն մյուտը հայերեն ասա, կամ ռուսերեն ասա, մյուտը։ Եթե ուղեղը անջատես, էլ ինչ կլինի։ Պաուզա բաներ։ Եթե պաուզա դնես, եթե ուղեղը պաուզա դնես, ինչ կլինի։ Անտի բաներ կլինի էլի։ Դու համար հանգիստ կադրես էլի։ Բայց արել ես դու տեն։ Չէ։ Որտեղ դու ուղեղ ունես, չէ՞ տա։ Մախի տենց աներ բրատ։ Իրականում ողջույններս լույսը վարիր ծրագրից մեր սիրելի թաթը, այսպես ասած, մեր հյուրն է լույսը վարիր։ Այո։ Բարևներ եւ շնորհակալ ենք օրիգինալ պատասխանի համար։ Ողջունում եմ, ողջունում։ Այո, ուղեղը բարբերաբար պետք է Մերսի Արամ ջան, մերսի։ Պակա։ Ճիշտ է, ասում։ Հաստատ ով ուղեղ ունի, պետք է մեկ-մեկ դնի այդ պաուզային։ Անդադ միացած է բան է տա։ Կհարկեզվի։ Շնորհակալ ենք, իսկ քիչ անց մենք դիմավորում ենք մեր հաջորդ 30 ասող հյուրին։ Մեզ միացավ մեր հյուրերից եւս մեկը, ով արդեն եղել է մեր հաղորդման Բայց չէր կարող եթերում, նորից չլինել։ որովհետև նա ճշտախոս է, բոդիբիլդեր, մարզիչ Լևոն Հովհաննիսյան, ասում ենք եւս մեկական ողջույն, բարեկալուստ։ Ողջույն Լևոն ջան։ Ողջունում եմ Տիգրան ջան, Մարինա ջան, Արմեն ջան, շատ ուրախ եմ նորից գտնվելու ձեր տաղավարում։ Մենք էլ շատ Լևոն ջան, քո պարագայում ճիշտ է, մեկն է թե ոչ։ Ճիշտը այնքան երանգներ ունի իրականում մեր օրերում։ Ինքը կարող ունենա ամուր հիմք, սակայն ճիշտը կարած դիտարկես տարբեր տեսանկյուններից։ Ինդիվիդուալ է, ոնց պատտես, դա մարդու կապ։ Այնուամենայնիվ, ինչքան էլ դա լինի ինդիվիդուալ, այո, յուրաքանչյուր մարդ իր տեսանկյունից է դիտարկում, սակայն կան հիմքեր, որոնք անժխտելի են։ Եթե մարդ իհարկե adekvat է ու այսպես ասած ունի այդ հիմքերը, ունի կոդեքս, այլ անողնաշար մոլախոտ չի, կներեք արտահայտությանս համար։ Լևոն ջան, անցյալ հաղորդման շրջանակներում դուք բարձրացրեցիր թեմաներ, ես դա չէի կարող չասել բարձրապես, որոնք մեծ ռեզոնանս առաջացրեցին հասարակության մեջ, խոսեցիր հետույքից, մասնավորապես կնոջ, որը համարվեց, այո, որպես սպորտսմեն, հա, եւ շատերը համարեցին, որ պետք չի այդչափ ճիշտ արտահայտվել եւ արդյոք արժի եթերից այդ ճիշտը ասել։ Այդ ամենը խոսվում էր կոնկրետ այն կոնտեքստով, որ ես խոսում էի բնության տեսանկյունից, ֆիզիոլոգիայի, բնազդների, ինձ մի հատ բան կա, կետ կա, որը շատ տխրեցնում է, երբ որ մարդիկ ասում են, պնդում են հասարակության որոշ sense մի հատ ստվար հատված կա, պնդում է, որ Homo sapiens-ը մենք, մարդիկ, չունենք բնազդներ։ Մենք դրանով էլ տարբերվում ենք, որ մենք բնազդներ չունենք։ Այ հարգելիներս, իհարկե ունենք։ Մեր տարբերությունը դրանում է կայանում, որ մենք կարողանում ենք կառավարել ու զսպել դրանք կամ քողարկել։ Երբեմն չզսպել նա։ Կամ խոսել Ցանկության դեպքում խոսել, հա, թե չէ։ Օրինակ, վերլուծել եւ այլն, բանական ենք մենք, այո, միանշանակ ես, երբ որ այդ ժամանակ նույնիսկ արտահայտություններ արեցի էգ եւ որց,
բնության տեսանկյունից։ Օրինակ ոնց կարելի է կնոջը դիմել որպես էկ։ Կնոջը ոչ մի դեպքում չի կարելի դիմել որպես էկ միանշանակ։ Ես կոնտեքստում ի նկատի ունեի, ես շատ լավ տարանջատում եմ թե կենթանում, թե մարդուն։ Մի ընկալեք տենց ծայրահեղ, вообще մեր հասարակությունը բնավորություն ունի, ամեն ինչը ծայրահեղացնում են մինչև աբսուրդի ու սկսում են պիտակավորել առանց փորձելու բանավեճի մեջ մտնել։ Ինչու դու դա ասացիր։ Երբ որ ես ես Պողոսը Վարդանուշը կսայթակի, այսինքն զրույցը առողջ բանավեճ ինչու՞մն է կայանում։ Հարց, արգումենտ, եթե ունես հակա-արգումենտ, առողջ բանավեճ։ Ինչն է խնդիրը, երբ կարծիքը նման չէ մյուսի կարծիքին։ Ինչու են այդքան վատագույն, ծյուրագրգիռ ընդունում։ Մեր մեղավորությունն է լավ։ Մենք եկեք ժողովրդական լեզվով ասեմ, զայլա չունենալով թաթախվելու այդ կեղտի մեջ, լեզու թրջելու, փորձելու ինչ-որ բան հակառակը ապացուցելու կամ նույնիսկ առողջ բանավեճի մեջ մտնելու, թույլ տվեցինք, որ այդ խեղաթյուրված ծայրահեղական կարծիքը այնքան զարգանա, որ այսօր ժողովուրդը ցավով եմ նշում, ես ոչ մի դեպքում չեմ ասում սա վատ է, սա լավ է, ես չունեմ առասարակ նման բնավորություն, կա ընտրություն, անում ես խնդիր չկա, արա ինչ ուզում ես, պատրաստ եղի հետևանքներին, բայց երբ որ մարդը անելով մի բան փորձում է խոսի լրիվ այլ բաների մասին եւ ասել, որ սա կներեք 1000 անգամ խառնում է իրար, ես դա չեմ կարող ընդունեմ որպես հալած յուղի տեղ ու հիմա եկել է այն օրը, երբ որ արդեն այդ ամենը մեզ նյարդայնացնում է, ոմանց։ Դե որ ներողություն խնդրում, հիմա տես, ես տեսնեմ գրեմ համացանցում, որ այս սեղանը կլոր է, ինձ կգրեն դու ինչ գործ ունես, որ գրում ես կլորը թե քարակուսի է։ Ինչու ես քեզ իրավունք վերապահում, ով ես դու եւ այդպես շարունակ։ Մենք մեր հաղորդումից հետո հիշում ես, մենք զրուցեցինք, ասեցի, բա սա եղավ էս վերջերս։ Ասեցիր, ես կասեի, բայց սահլա չկա դրանց հետ։ Այսինքն բայց մենք ճշտի մասին էր խոսքը։ Որն է ճիշտը։ Ես գիտեմ որն է ճիշտը, բայց արդյոք արժե այդ ճիշտ ասել։ Համաձայն եմ, նորից անգամ համաձայն եմ եւ կրկնվելով կասեմ, որ օքեյ, մեր օրերում թե կինը թե տղամարդը անում է ինչ ուզում է, չէ, հազար ներողություն։ Եթե այս տեսանկյունի եկա այն կետին, որը որ ես վերջերս շատ եմ բարձրաձայնում ակամա, կանանց իրավունքները հիմա այնքան տվել անցել են լավ իմաստով բոլոր շեմերը, որ տղամարդիկ լինելով հպարտ շատ ավելի քան որոշ դեպքերում կանայք, ինչի համար տղամարդկային էգոն միշտ sense առանձնահատուկ է եղել, չէ՞։ Տղամարդիկ իրանց այդ փառասիրությունից լավ իմաստով ելնելով լիքը սխրանքներ են գործել, իրանց պատիվը պահպանելու համար իդեմ են գնացել շատ բաների ու հիմա մենք ստիպված ենք պաշտպանվելու, հազար ներողություն, պաշտպանվելու կանանցից չէ, ախր ստեղ գիտեք ինչու մնա խնդիրը, որ տեսեք, մի քիչ եթե լայն նայենք, ամեն ինչ եկել ասելա նրան, որ adekvat մարդիկ, ովքեր որ չեն ուզում այդ ճակերտավոր ազատ կյանքի ուղով գնան, ուզում են ընտանիք, երեխաներ եւ ի վերջո մենք հիմա անես կետում ենք գտնվում, եթե նորից եմ ասում գլոբալ նայենք, ազգին պետք են նոր ներկայացուցիչներ, ազգը պետքա ունենա ծնելիություն, բայց հիմա մարդիկ չեն կարող իրանց հարմար զույգ գտնեն, չեն կարող, չեն պիտականում, չեմ ասում սա լավն է, սա վատն է, բայց եկեք ընդունենք։ Գտնում են բաժանվում։ Լևոն ջան, գտնում են։ Բայց շատ հազար ներողություն, դա էլ կա, միտքս ավարտեմ, Մարինա ջան։ Կան կանայք, ովքեր լինելով լավը համապատասխան չեն, հարմար չեն ընտանիք կազմելու համար։ Եվ հակառակը։ Եվ կան կանայք, ովքեր լավն են, այդ լավը մենք փորձում ենք ընդգծենք ու ասել, որ սա ավելի հարմար է, սա ավելի պարկեշտ է, սա ավելի վստահելի հենասյուն է ընտանիքի համար։ Ես լինելով սրտացավ, ես լինելով հայր, ուզում եմ իմ երեխան ապագա արժանի մայր գտնի իր զավակի համար, որ սերունդը շարունակվի, բայց տեսնելով թե հիմա ինչա տեղի ունենում, ես սարսափում եմ, որ նման իրականության մեջ եթե ամեն ինչը շարունակի զարգանալ, տղամարդիկ այնքան են հիմա ակամա թուլացել, իրանց դիրքերը զիջել, որ հազար ներողություն, մի քիչ տղամարդիկ էլ են մեղավոր, չեմ ժխտում, կանայք, դրել մեզ շատ դեպքերում խնդրում եմ չընդունեք համատարած
չընդունեք համատարած, բայց այնուամենայնիվ շատերին դրած քշում են։ Տղամարդիկ էլ չուզենալով կորցնել իրանց սիրած էակին, չուզենալով ավելորդ անախորժ վիճակ ստեղծել, արդեն կապող լիքը բաներ կա, երեխաներ ունեն եւ այլն, զոհ են գնում, կուլ են գնում, մնում են խորը կաբլուկի տակ, բայց օրերից մի օր չեն դիմանում, ներվային սրիվի եզրին հասնելով, ձեր ասած գալիս են ամուսնալուծության։ Լևոն, դե լավ։ Հիմա հասկանում ես, չէ՞ որ սա կտրվելու է գծվի։ Հիմա դու կաբլուկի տակ հուսում չես մնացել։ Ես Աստծուն փառք շատ երջանիկ մարդ եմ ինձ համարում։ Ծայր եղացրեց։ Շատ երջանիկ մարդ եմ ինձ համարում, որովհետև իմ կինը եւ աշխատում է, շատ ժամանակ նույնիսկ ինձնից ավել գումար կարավաստակի, շատ բարձր դիրքերում է գտնվում իր աշխատավայրում, տնօրենի դիրքում է գտնվում։ Ես չգիտեմ, չեմ հաշվել, չեմ էլ պատրաստվում իր բյուջեն հաշվեմ, սակայն նա երբեք իր դերը չի խախտել ու չի խախտում, քաչ գիտակցելով, որ հարաբերություններում ընտանիքում առաջնորդը տղամարդն է։ Հաճախ մենք ինքներս փախչում ենք ճիշտ մտքից, ճշտից, այսպես ասեմ։ Ինչն է պատճառը։ Մենք ունենք խնդիր, թե չենք ուզում լսել, թե դա մենք ենք եւ ճշմարտությունը միշտ ցավոտ է։ Ջայլամի քաղաքականություն ենք վարում։ Չէ, գիտենք, որ ճիշտ է ասում մարդը, բայց չլսելու եք տալիս։ Տղամարդիկ իրանց մտածելակերպով շատ ավելի པարզ են, քան կանայք։ Կանայք լինելով շատ այսենց, այնց մանիպուլյատորներ են, ոնց որ չեն կարա լինեն տղամարդիկ։ Ու կինը ճիշտ օգտագործելով այդ զենքը, կարա տղամարդուն ստիպի լավ իմաստով, սարեր շուռ տա, բայց եթե կինը չունեցավ այդ դիվանագիտությունը, այո, այդ ամենը տանելի է դեպի ամուսնալուծություն։ Մի մոռացի, որ տղամարդը ունի մայր եւ քույր։ Այնտեղ էլ են կանայք։ Իհարկե, բայց դու այնպես ես հիմա խոսում, որ կինն է, այդ մի անձնյա, հայտը եւ գավազանը ձեռքի։ Այդ պրոբլեմի այլ կողմն է, բայց մենակ ես չխոսամ, շարունակեք հարցերը։ Արմենին են կուզում, այո։ Որը կտարբերվի։ Ես ու շատ լսել Եվ որպես սովետական շրջանի ծնունդ։ Այս ամենը այն ժամանակ էլ է, այս դիլեմաները, այս տանդեմը ինչ կերպ լուծվե։ Ժամանակ հաստատ տղամարդն եղել Այն ժամանակ Լևոնը շատ ճիշտ ասաց, որովհետև այո, մեր օրերում գնալով այդ կնոջ իրավունքները, այսինքն կնոջ դերը, կնոջ դերը միշտ է եղել շատ կարևոր, բայց գնալով ավելի շատ որպես հասարակական կյանքում գնալով ավելի շատացել է բնականաբար։ Եվ հա, դե սովետական օրոք, սովետական միության օրոք երևի ավելի շատ էր այդն որպես տղամարդը, հա, ինքը տղամարդը աշխատում էր, կինը ստեղծում էր այդ ամեն, այսինքն ընտանիքներ, հա, պահում։ Կինը կարող է չաշխատել, այո, կինը չէր էլ աշխատում։ երեխաներին պետք է։ Դե հիմա շատ է իհարկե փոխվել, որովհետև այդ առումով աշխատանքի առումով գումար աշխատելու առումով որը քիչ կարևոր չէ, եկեք չասենք Հիմա կինը կարող է աշխատել, տղամարդը ոչ, տղամարդը կարող է դիվան քշել։ Եվ կինը հիմա ես չեմ ասում դա ճիշտ է, ճիշտ հասկացեք։ Եվ կինը ինչ որտեղ երկարացնում է լեզուն, իրավունք է վերապահում, գումարը ես եմ աշխատում, ավելի շատ եմ աշխատում, իրավունք ունեմ, հա մի հատ էլ գամ տանը բան անեմ, մտածեմ ոնց հոգեկան աշխարհի վրա ազդեմ, էլ ինչ անեմ, ասում է կինը։ Եվ ինչ որտեղ սխալ չի, որովհետև կինը ակամա դառնում է մի տեսակ տղամարդու ֆունկցիա կատարող։ Ես համաձայն եմ քեզ հետ, բայց այստեղ տվյալ պարագայում ըստ իրավիճակի, հա, եթե դե ընտանիք է, տղամարդը օրինակ աշխատում է, հա, եւ մի բան ստացվում է այնպես, որ դու կինն էլ աշխատում է եւ ստացվում է այնպես, որ որոշակյանում անաշխատանքունակ է, ինչ որ մի, այսինքն կինը պետք է այդպես վարվի։ Չպետք է, որպես եթե ճիշտ էր ասում Լևոն, եթե պորտաբույց է այդ տղամարդը, դա ուրիշ հարց է, բայց եթե մարդը չի կարող տարի չի ստացվում իր ամոթ աշխատել։ Մի տարի, երկրորդ տարին չի ստացվում, երրորդ տարին չի ստացվում։ Հիմա 4 ամիս պետք է գա կին ասի, հա, ես աշխատում եմ, դու չես աշխատում, դա։ Գնայով աշխատանք գտիր քեզ համար։ Բայց ինքը ման է գալիս։ Ուղղակի հետո ինչ որ ստացվեց մի տարի։ Ուղղակի հարմար չի իրեն, ոչ մի աշխատանք։ Որ մի տարի հետո այդ ամուսինը գտավ աշխատանքը գալու է Մուրահանի կնոջից։ Մի տարուց հետո որ գտավ աշխատանք գալու է Մուրահանի կնոջից, չէ։ Դա համար մի քիչ
պետք է անանալ։ Այս ժամանակ հստակ էր ամեն ինչ դրված։ Հիմա է ավելի հստակ։ Ամուսինը ավելի շատ էր գումար աշխատում, կինը այլ թե աշխատում էր։ Ամեն դեպքում ամուսինը շատ էր։ Ամուսինը իր դերում էր։ Հասարակական կյանքում կանայք այդքան ներգրաված չեն ինչքան։ Ներգրաված չեն միանշանակ, ավելի ինքը կինը ոնց որ տղամարդու կողքին էր որպես աճձը։ Հենարա։ Հա, հենարա։ Ինչպես Եվան Ադամի կողքից, այդպես էլ կողքից։ Այո, կողքից։ Լավ, մենք առաջարկում ենք քիչ անց դիմավորել նաև մեր հաջորդ հյուրին, ով խոսացող բանակից է եւ ներ լուսաբանող բանակից։ Եզակի դեպք, երբ ճիշտը մեկն է։ Վանարձի լավագույնն է։ Դե եթե խմում ես, հասկանում ես, որ գերագույն հաճույք ես ստանում, քիմքդ շոյվում է, ինչպես կարող է երկու ճիշտ լինել։ Արդյոք լավն է, թե ոչ։ Միանշանակ լավն է, ոչ թե լավն է, այլ լավագույնն է, ոչ թե լավագույնն է, այլ հրաշալի աշխարհի լավագույն գինիներից մեկն է։ Հենց այդ դեպքն է, երբ ճիշտը մեկն է։ Վանարձի։ Մեզ միացավ մեր գործընկեր լրագրող Վահե Մակարյանը։ Ողջույն Վահե։ Ողջույն։ Բարի գալուս լույսի վարերի տաղավար։ Ինչու են քեզ ընտրել։ Վահեն ոչ միայն ակտիվ լրագրող է, այլև կարծես Վահեի մոտ չկա սահմաններ եւ արգելքներ, թե ում է ուղում իր հարցը, որ բանակի, որ կուսակցության, որ հոսանքի ներկայացուցիչ։ Եվ ինչ հարց։ Հարցը պարունակում է կարծես թե եւ այո, եւ ճշմարտություն, այսպես ասած, եւ համարձակություն։ Հիմա այս ճշմարտությունն ու համարձակությունը հասկանանք, որքանով իրարամերժ են եւ կամ մի գծով են գնում։ Սահմաններ քեզ մոտ կան թե ոչ։ Սահմաններ կան բնականաբար, որովհետև եթե դու չունենաս սահմաններ, ապա կլինես արդեն կվերածվես այլ զանգվածի, մարդկային այլ տեսակի, որը անկառավարելի է, անպատասխանատու է, ամենակարևորը, եթե դու չես ունենում այդ սահմանները, ուրեմն չկան քեզ համար արգելքներ, չկա քեզ համար չկա պատասխանատվություն, նորմալ մարդուց վերածվում ես ինչ-որ այլ արարածի։ Մեկն է թե ոչ։ Այդ ճիշտն ասած փոքր ժամանակ են ասում որ ճիշտը մի հատ է այդ մի քիչ փողոցային լոգիկա է ոչ ես ավարտել եմ փիլիսոփայության ֆակուլտետը եւ այդտեղ ճիշտն ասած այդ 4 տարվա ընթացքում երբ որ դու այդ տեսանկյունից նայես օրինակ մեր փիլիսոփայության դասախոսային հարցներ այնքան ճշմարտության տարբեր ձևեր կբերեն կներկայացնեն որ հաստատ է մեր պատկերացած այսպես չէ նայ լրագրությունը նախատեսում է որ լրագրողը պետք է բարձրաձայնի այն ճշմարտությունը հանրության համար, որը ինչ որտեղ թաքցվում է, կոծկվում է եւ այլն։ Լրագրության չէ, այսինքն այո, գործառույթը կայանում է դրանում, ներկայացնել ճշմարտությունը, իրականությունը։ Արդյոք այսօր այդպեսին է լրագրությունը։ Ոչ, այդպեսին չէ։ Ես գիտեք ինչ, լրագրությունը վերցված է մեր կյանքից։ Եվ եթե դու կյանքում կապ չունի լրագրող ես թե ցանկացած այլ մասնա հաշվապահ ես ասենք, եթե դու չես կարողանում օրինակ ինչ-որ իրավիճակում ճշմարտություն բարձրաձայնել ճշմարտության մասին, ամեն մեկի երեսին ճիշտ է ասել, իսկ դա միշտ չի որ այդպես է, բայց դու չես կարող նաև լրագրության մեջ եւ պետք չի ասել որ լրագրողները միշտ ճշմարտությունն են ասում կամ ճշմարտության հետևից են գնում, ոչ այդպես չի։ Ցավոք սրտի կամ ուղղակի իրավիճակից ելնելով այդպես չի, դու չես կարող, ելի եմ ասում, մոռանանք լրագրող ես թե չէ։ Ձեր երկուսի հարաբերություններում տեսնում ես Տիգրանը ինչ-որ միտեղ ինչ-որ մի բան արեց, որը սխալ է եւ դու գիտես ճշմարիտը որն է, բայց իրավիճակն լինի, որ դու չես կարողանում բարձրացնել, չէ՞։ Դե, բայց եթե ձեր մասին է խոսքը, բայց իրավիճակներ կան, որ կարող է միշտ ընդ որում գիտեք ինչ, այստեղ նեղ անձնական շահի խնդիր չէ, այստեղ նաև հանրային շահի խնդիր կա։ Իրավիճակներ կան, որ դու երբեմն գուցե պետք չի որ ճշմարտությունը ասես կամ բարձրացնես, որովհետև կարող է վնասել։ Ես դրա համար ասացի, ոչ թե անձնական ինձ կամ ձեզ պետք չի, այլ հանրային շահի խնդիր կա, գուցե որ ամեն ճշմարտություն չէ որ պետք է ասել։ Գաղտնիք չէ, պետական բնականաբար։ Եթե դասական լրագրությամբ շարժվենք, ապա դու պետք է երկու կողմին էլ հավասարաչափ լուսաբանես, ցույց տաս, ասես, ախպեր ջան, սա հիմա դուք որոշեք ճիշտը որն է, բայց ես կարծում եմ որ լրագրող առասարակ եթե որոշակի դեմք ունի, դիմագիծ ունի եւ մոտեցումներ դիրքորոշում ունի, ինքը պետք է նաեւ այդ դիրքորոշումը ինչ որ ձևով արտահայտի։ Իսկ ինչ է դա նշանակում։ Ես
կարծում եմ, որ ցանկացած մարդ, որ իր կյանքի գործունեության բերումով տարիների ընթացքում դիրքորոշում է ձևավորում այս կամ այն իրավիճակի երևույթի անձանց վերաբերյալ։ Հիմա բային ֆունկցիան որն է, որ ես չկարողանամ իմ դիրքորոշումը նաև ինչ որ ձևով գրագ այդ չափի մեջ սահմանները չանցնելով ներկայացնել, որ դուք էլ տեսնեք, եթե ես ունեմ որոշակի լսարան վստահություն, այս տարիների ընթացքում ձևավորել եմ այդ վստահությունը իմ անձի շուրջ, այդ մարդիկ ինձ վստահում են, իմ նայում են իմ, այսպես ասած, ձեռքին բանի իմաստով, ոչ նյութական իմաստով, այսինքն թե ես ինչ եմ մատուցում իրենց, նայում են ասում են, «Էլի տեսնենք Վահեն ինչ է ասում»։ Վայ ջան, կին տղամարդ հարաբերություններից էինք խոսում եւ դա այն մշտնջինական թեման է, որ հանրությանը միշտ հետաքրքրում է, որ խնդրահարույց չի, բայց ինչ որտեղ դառնում է խնդրահարույց, որովհետեւ այդ հարաբերությունները առհասարակ մարդկային շատ կարեւոր են։ Քաղաքականությունն էլ է հարաբերություններ, չէ՞, ամեն ինչը գալիս է հանգում է դրան։ Հիմա նայ, ժամանակների ընթացքում մենք կովկասցիներս միշտ սովորել ենք, որ կնոջ խոսքը հիմք չէ։ Դա ռուսական տարբերակն է։ Ասնավանի չի։ Հա, ասնավանի չի։ Ահա։ Ինչ կասես դրա վերաբերյալ, այսինքն կինը ճիշտ ասել, մենք ունեցել ենք հյուրեր, ովքեր ասել են, որ կինը շատ անգամ չի կարող ճիշտն ասել, որովհետև կնոջ տեսակն է այդպեսին, իսկ տղամարդը մշտապես ասում է անկախ ամեն ինչ ճիշտ է։ Կանայք միշտ ճիշտ են, ուղղակի տղամարդիկ պետք է վարվեն այնպես, ինչպես իրենք են ճիշտ գտնում, բայց կանայք միշտ ճիշտ են, կանանցը պետք չի հակադրվել, փորձել ապացուցել։ Այդ զուտը, որ գործ չունես կանանց հետ շարել, հա դու դա Չէ, շարժ չեն, ես նման ձևակերպումներ չեմ, շար կանայք էլ կան, շար տղամարդիկ էլ կան, չեզոք սերի շար բամբասող տղամարդիկ եւ բամբասող կանայք, այսինքն դրանք երբ բան է հատկանիշներ կան, որոնք որ կին ու տղամարդ չեն ճանաչում, մարդուն են բնորոշ առասար, բայց այ կանանց պետք չի ուղղակի հակաճառվել, պետքա ջենտլմենաբար վերաբերվել, նույնիսկ եթե հակաճառում ես ուզում ես դարավ կաբլուկի տակի մարդ, այսինքն չես հակաճառում, ընդունում ես դարձար ենթակա Չէ։ Բնության տեսանկյունից ֆիզիոլոգիայի նույնինքը կինը էմոցիոնալ էակ է։ Տղամարդը ավելի սառը դատող, ռացիոնալ էակ է։ Դա փաստ է։ Հարաբերություններում պրիմիտիվագույն, բայց շատ արդի միշտ ակտուալ օրինակ են բերում։ Երբ որ զույգերը վիճում են, ինչը նորմալ երևույթ է, բոլոր զույգերն են վիճում, նույնիսկ ամենաշատ իրար սիրող, նամանավանդ ամենաշատ իրար սիրող, որտեղ երբ կա սեր, կա նաև առողջ է դառնում հարաբերությունը։ Ծայրահեղ խանդ։ Երբ որ կինը կամ ընկերուհին Ծայրահեղ խանդ։ Էական չի։ Երբ որ զուգընկերուհին կանգնում ասում է գնա, վերջերը հավաքի գնա։ Всё մեր մեջ։ Ինքը իրոք է տենց ուզում։ Պատասխանը։ Ինքը ուզում է որ տղամարդ ասի չեմ գնալու դե լավ, սարի հələ տնանք ինչ անեմ քոսիկը Եթե մենք լուրջ վերաբերվենք, եթե ձեզ մենք վերաբերվենք հավասարը հավասարին, ձեր խոսքը ընդունենք 100%-անոց հիմք, կթողենք կգնանք։ Ինչ տեղի կունենա ձեր հետ։ Ու մեր շրջապատի հետ։ Բայց ով է լսում կանանց։ Հենց այդ է խնդիրը։ Շնորհակալություն, что и требовалось доказать։ Ասեցիր գնա։ Այո, ոնց վերաբերվել այն տղամարդուն, ով այո, ընդունում է, որ կինը ճիշտ է եւ կնոջ ասածը իրականություն է, բայց այդ կինը նրա մայրն է, ոչ կինը։ Մամաս միշտ ճիշտ է։ Բարեբախտաբար ես ապրում եմ իմ զոկանչի հետ ու այնքան ինչքան ես սիրում եմ իմ զոկանչին, այնքան ինչքան ես հարգում եմ այդ հարցադրումների թեմա է։ Կինս երկուսս էլ աշխատում ենք, մեր երեխային պահում է մաման, ես իրան մամա եմ կոչում, չնայած ինքը ջղայնանում է, լավ եմ անում։ Այդ մարդուն ես սիրում եմ, անսահման ես գնահատում եմ։ Մենք ունեցել ենք հյուրով, ասեց երբեք զոկանչից մամա չեմ ասի։ Հայտնի իր որոշումն է։ Այդ կինը Իսկ ձեր մայրը առանձին է ապրում։ Հա, իմ մայրը առանձին է ապրում, ես իմ մորն էլ, մայրը իմ սրբությունն է, սակայն հիմա ես փորձում եմ օբյեկտիվորեն տամ հարցի պատասխանը խնդրում եմ։ Մայրդ ո՞նց է վերաբերվել, որ դու կնոջդ հետ գնացել ես զոկանչի հետ ապրելու։ Լրիվ նորմալ։ Մենք ամեն օր չէ, բայց շատ հաճախ հանդիպում ենք ընտանիքներով գնում գալիս ենք, մայրս ունի իր աշխատանքը, իր զբաղվածությունը, չի կարողանում ֆիզիկապես։ Իսկ մամա ասելու այդ խանդը բացարձակապես։ Մեր մոտ թու կներեք սնահավատության համար, բայց adekvat ենք։ Վերջ-վերջո ճիշտ խոսացողի գլուխը ծակ է թե ոչ։ Հա, ինչ է։ Իմ գլուխը չի ցակվել, բայց Բայց ասում են ճիշտ խոսացողից վախենում են ինչ որտեղ նաև sense կարծիք։ Այսօր մի տեսարանի ականատես եղա,
հետո զանգեցի ընկերներից մեկի հետ, տենց նկարագրում եմ ու տենց շատ հիասթափած ու ջղայնացած, ասում եմ ոնց էլի, ասինքն այդ մարդիկ կան, որոնց որ դու նախկինում այլ իրավիճակներում դերիվ այլ բաներ ասելուց ես տեսել, այլ բան անելուց ես տեսել, ու մեկ էլ այսօր տեսնում ես թե ով որտեղ է հայտնվել, ինչ անում, երբ որ մի քանի օր առաջ դերիվ ուրիշ բան էին ասում, ու հիմա մտածում եմ, ընդ որում հաղորդման գալուց առաջ, քանի որ թեման գիտեի, մտածում եմ, լավ, հիմա օրինակ պետք է այդ ճիշտը ասել մարդկանց երեսին, կամ հելնել լրագրող եմ, օրինակ գրել այդ մասին, հանրային ասել, այս ինչը սենց, այն ինչը նենց, այն ինչը նենց։ Կարծում եմ չէ։ Մենք առաջարկում ենք հիմա պատահականության սկզբունքով զանգարենք մեր հեռուստատողներից մեկին, մեզ հետևող, եւ հարցնենք ճիշտը մեկն է թե չէ։ Զանգենք։ Բարև ձեզ։ Ներողություն, սոցիալական հարցում են կատարում, դուք գտաք 1 րոպե ձեր ժամանակից խլել։ Հարցը ընդհանրապես մեկն է, արդյոք ճշմարտությունը մի հատ է, թե ոչ։ Մի հատ է։ Շնորհակալ եմ շատ, ձեզ լավ օր։ Իսկ ճիշտ ասողի գլուխը։ Մոռացա։ Հաստրենք, բայց մեկն է։ Բայց փոստորեն մեկն է։ Ես վստահ եմ, որ գլուխն էլ պետք է ցած լիներ, եթե այս դրանվացով մենք շարունակենք։ Այո, տարեցքին է։ Այնուամենայնիվ, բայց սահմաններ խոստովանեք, որ կան, սահմաններ լինում են եւ ինչքան էլ ճիշտ է լինի, որ իրական, միևնույն է դու քեզ ստիպված ես զսպել, որպեսզի այդ ամենը չասես։ Համաձայն չեք։ Եկեք մի բան հասկանանք։ Էլի ես որպես փիլիսոփայություն ավարտած մարդ փորձում եմ ամեն ինչին բազմաշերտ եւ համակողմանի նայել։ Տարբեր շերտերից։ Հիմա տեսեք, եկեք իրավիճակ փորձենք պատկերացնել ու որոշենք որտեղ ճիշտ է օրինակ քանի հատ է, ոնց ենք որոշում ճիշտը։ Եթե օրենքին ենք նայում, կա հանցանք էս գործում օրինակ, չէ՞։ Առերևույթ հանցանք է, որում տեսեք այդ առերևույթ բառն էլ մտցրել են իրավաբանության մեջ, որպեսզի միանգամից մարդուն չմեղադրեն, այսինքն միանգամից մարդուն սխալ չանեն։ Իրավաբանության մեջ այդպես է։ Կարող է վաղը դու ճիշտ ես դուրս գալիս։ Գողություն ես արել օրինակ, կամ չգիտեմ, մարդ ես սպանել, խուլիգանություն ես արել։ Ենթադրյալ։ Կա տեսագրություն։ Ո՞նց է գրվում։ Ենթադրյալ, այո։ Գնում ես, բոլորը ասում են, որ դա վատ է, չէ, գողություն անելը վատ է, չի կարելի գողանալ։ Դա ճիշտ է, չէ։ Մենք էլ ենք, ես էլ եմ համարում, որ գողություն անելը վատ է, Լևոնն էլ դուք էլ, չէ, վստահ եմ։ Նայած ինչի գողը, բայց կունենք, չէ, չգիտեմ ինչի գողը, ցոգոլի գողը գող չի։ Հայաց ինչ, գրքի գողը։ Գրքի գողը գող չի։ Հացի գողը գող չի, օրինակ։ Ռոբին Հուդն էլ հիմա գողեր, գողանում էր, հարուստներից գողանում տալիս էր բանին, աղքատներին։ Մի լավ ճիշտ էր, թե սխալ էր, դա որոշի։ Եթե արդարադատությանը նա սխալ էր անում, կապ չունի դու միցես գողանում։ Հիմա գնաց հասավ դատարան, առաջին այցանում սխալ եղավ, վերաքննիչում սխալ եղավ, վճռաբեկ դատարանը ինչ որ մի հատ նախապդեպ գտավ, չգիտեմ, էթնիայի փորձից։ Տեսագրությունն էլ ասում են այո է պատրաստված, իսկական չէ, իրական չէ, արդարացիություն։ Հիմա այդ մարդը, որ փաստացի գողացել է քո իրը, դուրս է գալիս ազատության մեջ, մանագա, դու գիտես, որ քեզանից գողացել է, դու չես կարող ճշմարտությունը բացահայտել։ Շրջան, բայց այսպես դառնում է Սոդոմ Գոմոր, եթե չես կարողանում ճիշտը եւ ճշմարտությունը ամրագրել, ով ոնց ուզի ապրի, ինչպես կուզենա կապրի, ինչ կուզենա կանի, հա, եւ կարող է դա որպես ճիշտ եւ սպասեք։ Հիմա աշխարհակահաղական օրինակը բերենք, տնես Լևոն ջան, ու Լևոնը շարունակի։ Հիմա ասում են, չէ, Ռուսաստան թե Արևմուտք կամ Ռուսաստան թե Թուրքիա։ Մեկը արևմտամետ է, մեկը ռուսամետ է։ Հիմա այնտեղ են շատ օրիգինալները, պրիմիտիվ օրիգինալներն ասում են մենք հայամետ ենք, մեր Հայաստանի շանը, հասկացանք ախպեր Հայաստանի շանը, բայց Ռուսաստան թե Արևմուտք, Հայաստանի կողմ։ Որոշի Ամերիկան, ճիշտ Ռուսաստան։ Հասկացանք որ մենք ենք ու Ավստրիան, իսկ Ռուսաստանը թե Ամերիկան։ Մեկը ասում է գալիս է 45 հատ արգումենտաբար որ Ռուսաստանը ճիշտ է, մեռնան Պուտինի զորության։ Լսում ես ասում ես ճիշտ է։ Այո, լսում ես ասում ես ճիշտ է։ Մեկը 46 հատ արգումենտաբար որ Ամերիկան է ճիշտ։ Հիմա որն է ճիշտը։ Դե այ որոշի տեղ ճշմարտությունը որն է։ Հիմա կամ որ մեկը երեսին ճշմարտությունը ասես որ գլուխը ծակ կլինի կամ։ Նայած դու ինչ արժեքներ ունես։ Նայած քո արժեքների մեջ որ ճշմարտությունն է նկարվում։ Ասեմ, ես իհարկե մեծամասամբ վայ արտահայտած բոլոր մտքերի հետ շատ համապարծիկ եմ, այո, սոլիդար եմ, ստեղ սակայն մի հատ այլ տեսանկյունից օրինակ կարամ բերեմ, նախ կախված ամեն ինչը ճիշտը որքանով է ազդեցություն ունենում ընդհանուր հասարակության վրա եւ արդյոք ունենում է թե ոչ։ Այստեղ կա նաեւ ինդիվիդուալ մոտեցում։ Այո, ես գտնում եմ, որ ամեն ճիշտ չի, որ ենթակայա բարձրաձայնվելու, որովհետեւ կարող է տեղի ունենում, ինչը ավելի առօրյա կենցաղային օրինակ բերեմ, տեղի ունենում մի իրավիճակ, որտեղ դու ունես
մարդ, ով որ քո համար հանդիսանում է որևէ կերպ ավտարից է, ավակ ընկեր, ծնող, կամ համանման ինչ-որ այլ իրավիճակ, որտեղ որ փորձում են համոզեն, որ ինչ-ինչ իրավիճակում չանվանեմ սխալ, ոչ ցանկալի ինչ-որ երևույթ է տեղի ունեցել հանձինս տվյալ մարդու, ու դու հիմա պետքա մի կողմ պահես, քո կարծիքն են հարցնում։ Այդ ճիշտը այնքան կարելի է ձևափոխել, այնքան կարելի է ներկայացնել նենց, որ եթե իհարկե դու ունես այդ դիվանագիտությունը, այդ շնորհքը, որ ոչ այս կողմը նեղանա, ոչ այս կողմին գցես, այնուամենայնիվ ճիշտը բարձրաձայնես։ Դրա համար պետքա առնվազն կրթված լինես, դրա համար առնվազն պետքա լավ մարդկային որակներ ունենաս ու կոդեքս ունենաս որոշակի, պրինցիպներ ունենաս որոշակի, այլ ոչ թե անողնաշարի պես տեսնես ով է ուժեղ, անցնես դրա կողմը, կամ ոնց որ օրինակ բերեցինք, համատարած մեծամասնությունը ոնց է հիմնականում վարվում։ Մի հատ շատ տգեղ օրինակ եմ բերելու, որը միշտ ինձ ցավացրել է, ուղիղ ասեմ, երբ որ կարմիր լույսի տակ կանգնած ես լինում, մի հատ ինչ որ մի հատ հանճարեղ ճակերտավոր մեկը անցնում է, բալը կա է, եկա, անկախ նրանից, որ դու հասարակական կարգն ես խախտում, վտանգի տակ ես դնում մարդկանց կյանքը, հետևից ոչ խարի հոտի պես կպնում, կներեք հազար անգամ արտահայտությանս համար, որոշ զանգված հետը կպնում գնում են, իսկ որոշ խելացիներ պրոստը խելոք կանգնում նայում են օրենքին հետևելով։ Բնականաբար, բայց ասեմ, մեկ-մեկ հա իրոք, տեսնես մեկը գնաց, կոպիտասով էշաշ հետևից գնում ես։ Դա եթե չես տեսնում։ Արա հետ արի, հայ, մի որ գնա գլուխը տապատին դու էլ պետք է գնաս, բայց դա բնականաբար է լինում, դու գնում ես։ Մի հատ բաննել մի հատ սուր օրինակ բերեմ, այդ որ ասում եք պետք է ճշմարտություն ասել։ Հարևան Վալոդի կինը փչացած է։ Բոլորը գիտեն, ամբողջ շենքով, թաղամասով գիտեն։ Մի պետք է Վալոդին ամը, Վալոդն էլ գիտի, կնիկն էլ գիտի, երեխեքն էլ գիտեն, կնկա աղբերն էլ գիտի, աներձակը Վալոդի։ Պետք է այդ ամեն ինչի մասին գրել, ասել կամ երեսին ճպցնել։ Այդպես չգիտենք Վալոդը գիտի թե չգիտի։ Չէ, բայց ամրագրում են։ A տարբերակ Վալոդը չգիտի, B տարբերակ Վալոդը գիտի։ Եթե Վալոդը չգիտի, տխուրա որ չգիտի, եթե գիտի, էլի շարունակում է։ Թող վստահ, արդեն վստահ լինի։ Թող վստահ լինի, հա, բայց էլի տխուրա, բայց դա Վալոդի գործն է։ Ինքը ես իմ կնիկ այ աղբեջին չէ։ Բայց մենք ինչ ենք, ասում ենք դա որ ինչ լի, ցավացնենք Վալոդին, ասենք որ օգնենք Վալոդին։ Ասում օգնի Վալոդին, Ինչ անես, դա լավ էլի։ Եղբայրջան համապատասխան ինչ օգն։ Համապատասխան ինչ օգն։ Կարգի հրավերեք ձեր կնոջը։ Ինչ կարգի, ինչ անում ես կին, ախ։ Ասում եմ ցավը տանեմ։ Դու իմ հարևանն ես, իմ կինը որ փչացած է։ Քեզ խանգարում է, չի խանգարում, չէ։ Մենք այդ հիմի գնացել նոր տարի է, գնացել ես Վալոդին շնորհավորելու։ Ինչ ես օրինակ ասում։ Չասես այո, ամոթ չի։ Ինչ անես, հենց ասես կնիկդ Վալոջան չգիտես, բայց կնիկդ փչացած է, քեզ մաղթում նոր աշխատող կնիկ։ Վալոջան, ամոթ այնպես արա, չխոսանք ու մասին։ Վալոդ ասում է ցավը տանեմ, կամ լավ, չգիտի։ Լավ ուրիշ բան։ Կամ այ Վալոդ դու տղա ես, այս Հարևան Վալոդի աղջիկն է փչացած։ Եկել են կողքի թաղից ուզելու։ Այդ ուզողը եկել է, դու գիտես որ Հարևան Վալոդի աղջիկը միտքը ծուրա մի քիչ այդտենց ցենսկոմ են կողմ։ Հիմա եկել են ուզելու։ Այդ ուզողը քեզ հարցնում է, ասում է ցավը տանեմ։ Այս ձեր Հարևանի աղջիկն է, ասում է ցամեր Հարևանի աղջիկն է։ Ինչ ձևի աղջիկ է, օրինակ հավանել ենք, ինչ անենք։ Հիմա դու օրինակ ճշմարտություն ասես թե չասես։ Ստեղ կախվածա թե ով է, օրինակ ես սենց եմ մտածում, կախվածա թե ով է քեզ ասողը։ Նա չոքնես այդ տղային։ Բայց էդ էլ է շատ կարևոր, որովհետև ես հիմա ասեմ, ես դեպքեր գիտեմ, որոնք որ այդ մարդիկ գնացել են, ընկերներ, ասել են եղբայրջան, քո մեր հարսը մի քիչ ոնց որ նիտո է, արի այս ինչ վաղտ է սրա հետ են, ինչ վաղտ նրա հետ են, ինչ վաղտ նրա հետ, մի քիչ էլ մեր հետ, ասում եք գործ չունի։ Բայց մոմենտ պահել։ Ասեկոսեներով։ Չէ, փորձվել տեսած։ Հա, անձնական փորձը։ Մի խոսքով ասում են ախպեջն քո ինչ գործն է։ Դա ուրիշ թեմա է։ Ես այս աղջիկը մեջ այլ արժեքներ եմ գտել, հավանել եմ, ուզում եմ ես իմ կյանքի իր հետ կապել։ Հիմա որ դու հելնում ես իրան տենց ասում ես, չգիտեմ ինչ ես անում։ Կամ քնել ես լավ ես արի, ինչու՞ դա հանրային հանդիպ չէ։ Հիմա դա ճիշտ է, ասում է։ Բայց ինքն է, չի օգտվել այդ բարիկից։ Այսպեսին է։ Ու ասեմ հետո վաղը մյուս օր տեսնես որ դու այդ ամեն ինչը չես ասում, տեսնես շատ լավ հրաշալի ընտանիք են կազմել, ապրում են երջանիկ երեխաներ ունեն եւ այլն։ Որ ճիշտն է, որ պետք չի ասել կնոջը, միգուցե տարիքի հետ կապված, որը մշտապես նեղացնում է կնոջը, եւ որ ճիշտն է, որը պետք չի ասել տղամարդուն իրանց, միգուցե գրպանին կպնել ասել որ ինչ է։ Այ որ ճիշտն է, որը նեղացնում է կնոջը եւ որ ճիշտն է, որը
անհարմարությունը ստեղծում տղամարդու արժանապատվությանը տղամարդկային երբեք չի կարելի կպնել եւ նույնիսկ եթե դու տեսնում ես որ քո դիմացի տղամարդը ինչ-որ մի ձև երերած այդ հարցում պետք չի երեսին ճպցնել եւ վասել այդ ամեն ինչը կանանց դեպքում էլ կարծում եմ իրաց արտաքինի հետ կապված երբեք պետք չի ասել որ դու այսօր գեշ ես միշտ նույնիսկ ամենա տգեղ կնոջից տգեղ կանայք կան չնայած ասում չկան բայց ես տեսել եմ իմ աչքով կան մի քանի օգ տեսել եմ մոտիկից տգեղ կանայք իսկապես կան Լևոն կան չէ տեսել ես Չես տեսել։ Ահավորները կան։ Հա, բայց նույնիսկ այդ կանանց չի կարելի ասել, որ տիկին ջան կամ քուրս, ես ինչ գեշ ես ցավատանում, չի կարելի ասել։ Իրանց կանացի արժանապատվությունն էլ դրա շրջապատատվում։ Մի փոքր այլ բառերով կասեմ գրեթե նույնը։ Նախ տղամարդուն, որպիսի արժանապատվությանը չդիպչես, երբեք մի դիր համեմատության մեջ։ Երբեք ու երբեք։ Եթե նույնիսկ դա անում ես, համեմատի մենակ լավի հետ ամենալավի հետ եթե նույնիսկ հարևանի տղամարդու հետ հայմատեն դայի նկատի չունեմ ես բնավ դայի նկատի չունեմ հաստատ լավ հատկանիշներ վերագրի էլի նկատի ունի այո լավ հատկանիշներ անցած կոնկրետ հետ չի կարելի համեմատել տղամարդուն դա ստորացուցիչ է եւ կնոջն էլ ըստ իս իմ պատկերացումով տղամարդը չպետքա ծանաբեռնի ավելորդ ինֆորմացիա ասելով նկատի ունեմ արտաքին աշխարհի բոլոր ճակերտավոր վտանգ հանդիսացող ինֆորմացիաներով, որոնք որ կարան այս կամ այն կերպով անդրադառնալ իրենց հարաբերություններին։ Այն որ ասում են պետքա ամեն ինչով կիսվել կնոջ հետ, չէ, դա բնավ այդպես չի։ Այո, պետքա որոշ բաներ այդ կնոջից գաղտնի պահել։ Խոսքը վերաբերվում է ոչ թե այլ կյանքով ապրել կողքը, այլ խնդիրներից, որովհետև այն սոցիալական պրեսինգը ճնշումը, որը որ տանում է տղամարդը իր ուսերին, դա տղամարդու գործն է, որը չպետքա թողնես կնոջ հետ կիսելու հույսին, որպեսզի կինը իր ապահովության զգացումը չկորցնի։ Մեր զրույցից ստացվեց, որ ճշմարտությունը հարաբերական հասկացություն է։ Եվ միշտ չէ, որ այն մեկն է։ Ինչպես հերոստատողն ասեց, եւ միշտ չէ, որ ճիշտ խոսացողը գլուխը ծակ է։ Հետևությունները թողնում ենք մեր լսարանին եւ շնորհակալություն նաեւ ձեզ տարատեսակ կարծիքների համար։ Շնորհակալ ենք։ Շատ հետաքրքիր եւ բովանդակալի զրույցի համար։ Մինչ նոր հանդիպում եթերում, լավ մնացեք։ Մնացեք բարյավ։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վանարդի ընկերություն